Շրանցի 18 ապրիլի ու 7:27 առավոտյան։ Ինչքան մոտենանք արևածագին, դեռ մի բան էլ արևածագից մի ժամ շուտ, որ կարողանանք գալ լոանալ, իմ հին ընկերները դա լավ գիտեն։ Ավելի էֆեկտը մեծանում է։ Հոգնածության չացում, ստեղծագործական ուժ, էներգիա եւ այլն։ Բարի լույսներս բարի, հարազատներ ջան, մարդը կարող է իր ճակատագիրը փոխել, ոչ միայն յոգայի շնորհիվ, առավել ևս յոգայի շնորհիվ, իսկ որպեսզի ճակատագիրը փոխես, պետք է քո մտածելու ձևը փոխես, իսկ յոգան հենց այդ մտածելու ձևի վրա կոնտրոլն է։ Ինգերս արդեն այսօր ավելի շուտ է լողացել գնացել, ողջունում է։ Ճակատագիրը հնարավոր է փոխել, սա մի քիչ վիճելի հարց է այսօրվա համար, բայց հնարավոր է։ Այն խնդիրները, այն ամենը ինչը որ մեր ծնողները ունեցել են, մենք ուղղակի սենց ավտոմատ միացել ենք դրա հետ, ասում ենք, գիտեք իմ ծնողի մազերը թափում էր, իմ ծնողը էս էր, են էր, տարբեր գենետիկ բաները, կապերը, իհարկե դա իրականություն է, ու ինչպես դա է իրականություն, նույնպես դա փոխելն է իրականություն։ Այսօր այսքան խոսենք այդ մասին, որ ամեն ինչ հնարավոր է դեպի լավը փոխել, դեպի վատը էլ հնարավոր փոխել, որ քնես, ոչինչ չանես, գնում է դեպի վատը։ Իսկ երբ որ աշխատում ես, այն էլ յոգան ինքը կոնկրետ առողջությունը ուրիշ բան է։ Երբ որ դու առողջ ես սնվում, առողջությանդ հետևում ես, սպորտ եւ այլն, բայց յոգան ինքը կոնկրետ գիտություն է մարդու ֆիզիկական մարմնի, 5 զգայարանների, մտքի ու հոգու մասին։ Գիտություն, կոնկրետ գիտություն, դրեցիր, հատիկ արեցիր, ստացվեց։ Հենց որ կարելի է ամեն ինչ փոխել, մտածելու ձևն էլ փոխել, մի լավ բան էլ հիշեցի, ինչը կարելի է փոխել, փողոցները չախտոտել, կապ չունի որ մարդիկ աղբը գցել են, դու մի քիչ, դու դիր գրպանդ գնա, այ դա կարելի է ասել մեծ փոփոխություն ա լինելու, դե առայժմ